Բարև ձեզ, Շանթի եթերում լրատվության ժամը մայիսի 20-ը երեքշաբթի։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով այսօր կժամանի Երևան։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նախատեսվում են բանակցություններ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև զրույցներ վարչապետ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հայաստանի պաշտպանության նախարարի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որով մասնավորապես նախատեսվում է տրանսպորտային միջոցներից գողության դեպքերը դիտարկել որպես միջին ծանրության հանցանք, ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն։ Եվ հանցանք կատարած անձը կպատժվի տուգանքով 20 պատիկից 50 պատիկի չափով կամ հանրային աշխատանքով 150-ից 200 ժամ տևողության, կամ ընդհուպ հարցը կարող է հասնել ազատազրկման։ Հանձնաժողովը ազգային ժողովի խորհրդին առաջարկել է այս նախագիծն ընդգրկել ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստերի օրակարգ։ Նաև վիճակագրություն ենք վերհանել, այս իմաստով ես կուզենայի դրանք վկայակոչել։ Վերջին 5 տարիների մասնավորապես նշեմ, որ գողությունները ընդհանուր հանցագործությունների հանցակազմում կազմել են 36, 37 և սենց դեպի 24 թիվ գալով դրանք նվազել են մինչև 15-9%։ Այդուհանդերձ տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասնաբաժինը ըստ էության չի փոփոխվել, այսինքն մենք գողության այլ դեպքերով արձանագրում ենք, որ ունենք նվազում բնակարանային կամ մյուս դեպքերով, իսկ կոնկրետ առաջի մասի կոնկրետ տրանսպորտային միջոցից կատարված գողությունների թիվը գրեթե մնում է անփոփոխ։ Այսպիսով տարածվածությունը ինքնին դիտարկվում է որպես ծանրացնող հանգամանք և մեր դիտարկմամբ տրանսպորտային միջոցներից կատարված գողությունները այլևս չեն տեղավորվում տվյալ հանցակազմի ուրեմն առաջին մասում։ Նշեմ, որ մենք նաև հանել ենք դատական պրակտիկան այս ընթացքում և բոլոր այն դեպքերում, երբ մենք ունենում ենք նշված արարքները, ըստ էության, եթե դրանք համակցված չեն այլ հանցագործությունների հետ կամ ծանր մաս չունեն իրենց մեջ պարունակող, դրանց մասով մենք չենք ունենում խափանման միջոցներ և դրվագները շատանում են, այսինքն նույն մարդը, որը որ կատարել է այդպիսի հանցագործություն, մեր կողմից հայտնի է ալնում այդ մարդը, մենք հայտնաբերում ենք այդ մարդուն, ձերբակալում ենք այդ մարդուն, հետո այդ մարդը դուրս է գալի և շարունակում է բազմադրվակ այդպիսի հանցագործություններ անել, այդ ընդհուպ 30 և 30-ից ավել դրվագներ ենք ունենում։ Ավելի քան 2 ժամ հեռախոսով բանակցություններ են վարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները։ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը զրույցից հետո կարճ հայտարարություններ են արել։ Պուտինը լրագրողներին ասել է, որ շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր կնքման վերաբերյալ ուղիղ բանակցությունների վերսկսման հարցում աջակցության համար։ Կրեմլի ղեկավարն ասել է, որ Ուկրաինայի հետ հրադադարը հնարավոր է համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերմամբ։ Նա հավելել է, որ Մոսկվայի և Կիևի միջև հուշագիրը կարող է ներառել հրադադարի և կարգավորման սկզբունքների հարցեր։ Հարցն իհարկե այն է, որ ռուսական և ուկրաինական կողմերը ցուցաբերեն խաղաղության առավելագույն ցանկություն և գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին, ասել է Պուտինը, ևս մեկ անգամ կրկնելով, որ Ռուսաստանի համար գլխավոր այս ճգնաժամի արմատական պատճառները վերացնելն է։ Իր հերթին Դոնալդ Թրամփը Պուտինի հետ իր զրույցի տոնն ու ոգին համարել է գերազանց։ Նրա խոսքով Մոսկվան ու Կիևը անմիջապես կսկսեն բանակցություններ հրադադարի վերաբերյալ։ Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, բանակցությունները կսկսվեն անմիջապես, ինչի մասին նա արդեն տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, ինչպես նաև եվրոպական գործընկերներին։
Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների և գնդակոծությունների հետևանքով առնվազն 70 մարդ է զոհվել։ Իսրայելական բանակն իր ամենահզոր հարվածն հասցրել է Գազա քաղաքին և կենտրոնական հատվածին։ Ընդհանուր առմամբ վերջին 24 ժամում զոհերի թիվը գերազանցել է 120-ը։ Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան կոչ են արել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և անհապաղ թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել տարածաշրջան։ Համատեղ հայտարարության մեջ կողմերը սպառնացել են Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Երկրները նաև Համասին կոչ են արել անհապաղ ազատ արձակել մնացած պատաններին, որոնց նրանք պահում են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից։ Իսրայելական բանակը վերսկսել է Գազայի հատվածում ռազմական գործողությունները մարտի 18-ին, դրանով իսկ խախտելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։ Հաղթանակի պողոտայի և հարակից Արագած ջրափողոցի մայթերից վաճառվող ապրանքը հավաքվել է։ Սա բացօթյա առևտուրն արգելող հերթական, բայց ոչ վերջնական գործողություններ են, որ ձեռնարկել է Գյումրիի քաղաքապետարանը։ Տարածքի առևտրականներին գյուղմթերքի վաճառքը դրսում դադարեցնելու մասին ծանոթագրեր են եղել ուղարկված։ Արգելքի դիմաց նաև նոր տարածքի առաջարկներ են արվել։ 2 տարածք են առանձնացրել, 2-ից 1-ն ընտրելու առևտրականներին ժամանակ են տվել։ Հաղթանակի պողոտան մայթերով հիմնովին նորոգելուց հետո կարճ ժամանակահատվածով վաճառվող ապրանքը նորից հավաքվեց։ Քաղաքի կենտրոնական հատվածում ու մարդկանց անցուդարձին խանգարող մթերքից ու արկղերից ազատվեցին մայթերը։ Հերթական օպերացիան ընդամենը 1 տարի առաջ էր։ Նոր ասֆալտից ու նոր սալիկներից առաջ էլ շուկայամերձ տարածքում բացօթյա առևտուրն էլի էին արգելել, ու էլի գյուղմթերքի վաճառվող զբաղվողները վերադարձել էին իրենց տեղերը։ Քաղաքային իշխանության նոր ղեկավարությունը փողոցային առևտուրն արգելելու որոշումն է թարմացրել։ Հաղթանակի պողոտան հարակից մայթերով գյուղմթերքի արկղերից ազատվել է։ Ես զարմացա, որ մաքրել էին, ու ճիշտ են արել։ Վերջում ժողովուրդ է կանցնին դառնան։ Դեռ ուրախացա ճիշտ նստած էսա։ Բոլոր տեղերն էլ որ այսպես եղնի շատ լավ կեղնի, փողոցային առևտուրը վերանային, ջիպոլերին նստած կեղդոտ։ Մայթերից վաճառվող ապրանքը հանելու մասին վաճառականներին 4 օր առաջ է քաղաքապետարանը ծանուցում ուղարկել ու զգուշացրել, որ հարկավոր է մայթերին ազատել կամավոր։ Հակառակ դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։ Թեև բանը դրան ոչ էլ հասավ։ Հաղթանակի պողոտայում Արագած ջրափողոցում բացօթյա առևտրային կետերը չկան։ Արգելքի ծանուցումը ստանալուց հետո առևտրականները քաղաքապետարան են գնացել, խնդրել վերանայել որոշումը։ Խնդրանքը մերժվել է, բայց գյուղմթերքի վաճառքը կազմակերպելու համար նրանց այլ տարածքներ են առաջարկել։ Մենք մանրանշեցինք, որ գոյություն ունին համապատասխան այլընտրանքային շուկայի տարածքում գտնվող հատվածներ, այսպես ասած Կարենի բազարը, հետո մի ուրիշ տեղ էլ պարոն քաղաքապետը մանրանշեց, ընդհանուր տարբերակներ առաջարկվում, որ 2-ից 3 ամիս անվճար հատված տեղակայվեր սեփականատիրոջ հետ քննարկում ունենայինք իրենց ընտառաջին։ 2 տարածք է ներկայացվել վաճառականներին, դրանցից մեկն են ընտրելու։ Նման առաջարկ նախկինում էլ է եղել տեղափոխվել փակ շուկայի տարածք, որտեղ կան պայմաններ առևտրի կազմակերպման համար։ Դրանից հրաժարվել էին պատճառ բերելով, թե շուկան մասնավորին է եւ պայմանները ձեռնտու չեն։ Կարենը մասնավորի մոտ իրանք ունեն իրենց պատճառաբանություններ, որ մեծածախ առևտուրը չի թողնում, որ նրանք կարողանան իրանց մանրածախ առևտրով զբաղվեն։ Դրա համար իրանց ուրիշ տեղ են առաջարկել Շահանյան փողոցի շենքային այդ հատվածներում, որտեղ ժամանակավոր կարելի է իրականացնել ինչ-որ իրանց առևտուրը կազմակերպել։ Խոսքն այս ապակեպատ տաղավարների մասին է, որոնք քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել բացօթյա առևտրով զբաղվողներին։ Հաղթանակի պողոտայում եւ Արագած ջրափողոցում մանրածախ առևտրով զբաղվող մոտ 20 վաճառականներին է առայժմ վերաբերում խնդիրը։ Շահումյան փողոցի ավտոկայանի տարածքի մայթերի առևտրին արգելքը դեռ չի հասել։ Այս պահին, այսպես ասեմ, չեն կարող բոլորին միամուր զրկենք հաց վաստակելու իրավունքից, որովհետև այլ ընտրանքը դեռ այդ մասշտաբի չունենք։ Մենք պետք է հիմա աշխատենք այն ուղղությամբ, որ ստեղծենք այլ ընտրանքը եւ մնացածին արդեն բերենք օրինական դաշտեմի։ Բացօթյա առևտրի այն էլ անթույլատրելի տեղերում արգելքի կիրառվող այս տարբերակները ժամանակ առ ժամանակ են լուծում խնդիրը։ Նախկինում էլ ու տասնյակ այսպիսի որոշումներ են կայացվել կանոնակարգելու համար, բայց կարճ ժամանակ անց նույնի վերադարձ է եղել։ Խնդիրը սոցիալական է, իսկ որպիսի առևտրով ընտանիք պահողները չտուժեն, քննարկվել է նաև գյուղատնտեսական նոր շուկա ստեղծելու հնարավորությունները։
Մարինե Տերպինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոց, 500 մանկապարտեզ պետական ծրագրի շրջանակներում սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը 2024 թվին ուսումնասիրություններ է կատարել հանրապետության 180 դպրոցներում, այդ ցանկում 48-ը Շիրակի մարզի դպրոցներն են։ Ակնադիտական ու գործիքային զննություններով մի շարք դպրոցներ ունեն վթարանության տարբեր աստիճաններ։ Այս տվյալների հիմքով են նաև հաստատվել հիմնանորոգումների կամ նորերը կառուցելու ծրագրերը։ Հանրապետության 1400 դպրոցների մեծ մասը, որոնք մինչև 1988 թվականի կառույցներ են, գրեթե չեն համապատասխանում սեյսմակայուն շինարարության ներկա պահանջներին։ Պահպանված չեն շենքերի վերաբերյալ մակրոսեյսմիկ հետազոտությունների ամբողջական արդյունքները։ Թեև խնդիրը հին շենքերով դպրոցներին է վերաբերում, բայց նորակառույցներում եւս ոչ միայն շինարարական անորակության, նաև այլ ազդեցությունների պատճառով վթարանության աստիճան է հայտ գալիս։ Մեկ տարի առաջ սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները Շիրակի մարզի մոտ 50 դպրոցներում ակնադիտական եւ գործիքային ուսումնասիրություններ են կատարել։ Ավելի շատ հին կառուցված շենքերում այդ խնդիրը նկատվում, որովհետև ցանկացած ժամանակահատվածում նմանատիպ կառույցներ կառուցելիս միշտ հաշվի են առել տվյալ ժամանակահատվածի նորմերը, սեյսմակայուն շինարարության նորմերը։ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի տնօրենը դասակարգում է 3 տիպի դպրոցական շենքեր, որոնք կառուցվել են 60-ական, 70-ական եւ հետո 80-ական թվականներին։ Իսկ Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում, հին տիպային շենքերով դպրոցները հիմնականում ամրացված են, հիմնանորոգված, իսկ մյուսները համեմատաբար նորակառույցներ։ Սեյսմիկ ուսումնասիրություն անցած դպրոցների ցանկում 88-ից հետո կառուցվածներն են։ Սպորտցանկը ցույց եմ տալիս, ես ուսումնասիրել ենք 4 օրվա Գյումրի թիվ 10 դպրոցը, 41 դպրոցը, 11 դպրոցը, 18 դպրոցը, 45, 38 Անցած տարի, սա ուսումնասիրություն չէ, սա մինչև 2026 թվականի վերակառուցում, վերականգնում եւ 300 դպրոց, 500 մանկապարտեզ այդ ծրագրի շրջանակում կատարված ուսումնասիրություններն են։ Տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները գործիքային թե ակնադիտական արձանագրել են բազմաթիվ խնդիրներ, որոնք սեյսմիկ անվտանգության տեսանկյունից մտահոգիչ են։ Գյումրին գտնվում է երկրորդ սեյսմիկ գոտում, ինչը նշանակում է, որ շինությունները երկրաշարժերի նկատմամբ ունեն միջին զգայունություն։ Աշոտսկի տարածաշրջանը ամենաբարձր երրորդ սեյսմիկ գոտում է, իսկ Արթիկի եւ Անիի տարածաշրջանները ամենացածր առաջին գոտում են։ Կառուցապատումների ժամանակ վերահսկողությունը, պատերի եւ հիմքերի ամրությունը շինարարության ընթացքում հստակ չափորոշիչներով է ստուգվում։ Դրանց անտեսումը կարող է հանգեցնել մեծ խնդիրների։ Խնդիրը շատ տարբեր պատճառներ կրա ունենալ։ Առաջինը շինարարի անպարեխիղճ աշխատանքի, շինարարական մատերիալների որակի խնդիր, երկտիրություն չեն լինի շենքը, չեն նայում, ուշադրություն չեն դարձնում շենքին, դրանից է կարող լինի, այսինքն մանր գործերը չեն անում, որից հետագայում այդ մանր գործերը շատանում են, դառնում են մեծ խնդիրներ։ Բերված պատճառների հետևանքները կան արդեն մի շարք դպրոցներում։ Ոչ բավարար վերահսկողության, ըստ այդմ շինարարական թերություններով կառուցված դպրոցները հիմնանորոգման պետական ծրագրում են։ Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի բոլոր հարկերում շինարարություն է։ Այս տարվա մարտից ընթանում են փուլային նորոգման աշխատանքներ։ Ընդամենը 13 տարի առաջ կառուցված դպրոցական եռահարկ շենքը հայտնվել է վթարայինների ցանկում։ Նոր կառուցված շենքն է, որ նախնական տրվել է երկրորդ կարգ տեխնիկական վիճակը, բարձր խոցելի։ Ընդհանուր առմամբ մուշ թաղամասի շինարարությունը, որը տևեց 2010-2012 թվականներին, բնակելիները աչքի ընկան իրենց անորակությամբ, իսկ 4 կապալառու շինընկերությունների 2012 թվականին կառուցված դպրոցի շենքի համար ծախսվել է շուրջ 2 միլիարդ դրամ։ Շահագործման օրվանից են շենքում թերություններ ի հայտ եկել։ Բարակ պատերին առաջացել են ճեղքեր, իսկ արտաքին սալվածքներում նստվածքներ։ Վնասվածքները տարբեր աստիճանի են եւ դրանց համապատասխան շինարարը նորոգումներ է կատարում, այդ թվում պատերի ամրացում։ Շենքը նստել է, արդեն ճակեր է առաջացել, հիմնական ճակերը ու փորաստերը շատ կա էլի։ Բետոնի գործեր կան, բետոնի տես փորվածները արդեն մենք պետք է բետոնով լցենք նախորդ, հետո նոր շպախլովկա մալարկա կանենք։ Պատերն էլ բավականին բարակ են, նույնիսկ ունեցել ենք պահեր, որ երեխան սահելով սալիկի վրայից պատին կպել է ոդկա ու անցք է բացվել պատին։ 12 թվականից մինչև այսօր
Մենք բարբերաբար արել ենք վերանորոգումներ, նկատված վերանորոգումները, բայց հիմնանորոգ վերանորոգման չի ենթարկվել դպրոցը։ Միջնապատերը գիպսաստվարաթղթից են, հեշտությամբ վնասվող, անգամ միջին ուժգնության հարվածներից։ Ջեռուցման համակարգում էլ ոչինչ նորմալ չի եղել։ Ձմռանը խողովակներ են պայթել։ Ոչ միայն ջեռուցման համակարգը, նաև տանիքն առաջնահերթ նորոգման ենթակա է։ Կմբետացիվ աբագե կդուրը երևի փետրվար ամսին փլուզում ունեցանք, բարեբախտաբար դասամիջոցը ավարտվել էր ու ոչ մի խնդիր չունեցանք, բայց խիստ վտանգավոր է, ինչպես նկարեցիք դուք արդեն, այդ ցանցապատումը մենք ինքներս մեր ուժերով ենք կառուցել։ Տանիքը մի 8 մետր հատված կատող խնդիր կա, այնտեղ ժեշտերն արդեն բան է եղել, քամուց փողվել է, այդ է։ Մնացած տանիքը նորմալ վիճակ է, ճիշտ է, տանուշ կրշի վրա սիլիկոնի կորձերով կա, որ պետք է նորից արմացենենք ցկենք։ 13 տարվա տիպային շենքը ներսից ու դրսից ամբողջովին վերանորոգման է ենթարկվում։ Կոմունիկացիոն ցանցի արտաքին խողովակները եւս անվնաս չեն, բոլորը նորացվելու են։ Անորակ ու թերություններով շինարարության համար կառուցապատողները պատասխանատվություն չեն կրել։ Շուրջ 1300 աշակերտ ունեցող դպրոցի հիմնանորոգման համար պետական միջոցներից ծախսվելու է 250 միլիոն դրամ։ Իսկ ընդհանուր մարզի 22 դպրոցներում վերանորոգում, հիմնանորոգում իրականացնելու համար հատկացվել է 44 միլիոն դրամից ավելի գումար։ Հասմիկ Թումասյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոնի համար։ Այսօր տեղական ժամանակով 10:11-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում Բավրագյուղից 8 կիլոմետր հարավ-արևելք, Օջախի 10 կիլոմետր խորությամբ 2.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Բավրա, Սարագյուղ, Արշոցք գյուղերում 2-ից 3 բալ ուժգնության։ Այժմ լրահոսը ևս սպառված է։ Ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։